Հայ գործընկերոջ հրավերով Երևանում է Ռուսաստանի արտգործնախարարը, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։ Ինչու ՆԱՏՕ-ն չարձագանքեց Թուրքիայի կողմից հայկական օդային սահմանը հատելու միջադեպին, ՆԱՏՕ-ի ներկայացուցչի պատասխանող խուսափողական է և ընդհանրական։ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն, նոր նպատակներ, հեռանկարներ թեմայով քննարկում Երևանում։ Իշխանությանը պետք է հաղթել ինտելեկտով, եթե Կիշատիչ Կազանի հետ ձեռնամարտի բռնվեք, պարտությունն անխուսափելի է, դրա համար պետք է տիրապետել որսորդական արվեստին, նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Բողոքի ակցիա Վարդաշենք հրակատարողական հիմնարկի դիմաց պաշտոնաթող գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը 11 օր շարունակ հացադուլի մեջ է։ Մարտական ընկերները հորդորում են դադարեցնել հացադուլը։ Դորս հեռուստալիքի լրագրողները բերման են ենթարկվել Մոսկվայում նկարիչ Պյոտր Պավլենսկիի ակցիայի ժամանակ։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Համատեղ մամլո ասուլիսը մեկնարկեց հայ գործընկերոջ ցավակցություններով Սինայի թերակղզում և Սուդանում տեղի ունեցած ավիավթարների կապակցությամբ։ Այնուհետև Նալբանդյանը հարկ համարեց նշել, որ այս հանդիպումները ստրատեգիական նշանակություն ունեն, կրում են շարունակական բնույթ։ Ինտենսիվորեն հանդիպում են և երկու երկրների նախագահները, և խորհրդարանականները, և տարբեր պաշտոնատար անձինք։ Ռուսաստանի արտգործնախարարի Երևանյան այցը համարեց լավ հնարավորություն մի շարք կարևոր հարցեր քննարկելու կապակցությամբ։ Սերգեյ Լավրովը նախ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և սոլիդարության համար։ Լավրովը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, ինչպես երկու երկրներին առնչվող, այնպես էլ Մերձավոր Արևելքին, սիրիական ճգնաժամին։ Հայաստանին և Ռուսաստանին հատկապես մտահոգում է այնտեղ ապրող քրիստոնյաների ճակատագիրը, նշեց Լավրովը։ Անդրադառնալով Սիրիայի վերաբերյալ իրենց գործողություններին և առաջիկա ծրագրերին, Ռուսաստանի արտգործնախարարը նշեց. Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ահաբեկիչները չգան սիրիական իշխանության ղեկին։ Համաձայնեցրել ենք առաջինը, ում համարել ահաբեկիչ, երկրորդ ցուցակը, որը մեզ ևս պետք է քաղաքական ընդդիմության մասին է, որը ամրագրվել է Ժնևում, այն է համաձայնության գալ իշխանության հետ։ Ուստի հաջորդ հանդիպումից առաջ կա պրագմատիկ որոշում, համաձայնության գալ երկու ցուցակներից մեկի համար։ Վերացական կոչեր կան, մեր գործընկերներից շատերը փորձում են շրջանցել աշխատանքը, մտածում են, որ պետք է Ասադը հրաժարական տա և Սիրիայի բոլոր հարցերը կլուծվեն։ Սա հեշտացված տարբերակ է։ Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ հատկապես մանրակրկիտ քննարկել են հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը։ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը սատարում է Հայաստանի պատրաստակամությունը Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում։ Հարցը գտնվում է Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում և Ռուսաստանը, որպես ԵԱԿ Մինսկի խմբի անդամ պետություն, ակտիվորեն շարունակելու է իր դերակատարությունը դրական արդյունքի հասնելու համար։ Այս ոչ այնքան պարզ ժամանակահատվածում Լավրովի խոսքերով կա երկուստեք սոլիդարության և աջակցության անհրաժեշտություն։ Նա հայտնեց վստահություն, որ երկու երկրները կարող են գլոբալ խնդիրների, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերում ակնկալել փոխադարձ աջակցություն։ Իր դիրքորոշումը հայտնելով Եվրախորհրդում բրիտանացի падգամավոր Ռոբերտ Ուոլտերի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ վերնագրված աղմկահարույց և հակահայկական զեկույցի նախագծի վերաբերյալ Սերգեյ Լավրովը նշեց. Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են կողմերի համաձայնությունների հիման վրա, որոնք հաստատված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Եռյակը լիազոր կոլեկտիվ միջնորդ է, ցանկացած արմատական գործողություն միայն վնասում է գործին, համանախագահների աշխատանքին, որոնք ոչ միշտ հրապարակայնորեն, բայց ակտիվ են և մենք պարբերաբար կոնտակտի մեջ ենք։ Кем бы они ни предпринимались, только вредят делу и вредят работе сопредседателей, которые, повторю, весьма и весьма активно, не всегда она публична, но мы находимся в постоянном контакте со сторонами. Ոչ միայն համատեղելիության հարց չկա, այսօր ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն, նոր նպատակներ ու հեռանկարներ թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի ներկայացուցիչը, անդրադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցին։ Գալայի այն հարցին, թե Հայաստանն ինչքան կարող է խորացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, որն է այն կարմիր գիծը, որը Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններով հատել չի կարողանա պայմանավորված իր ՀԱՊԿ անդամ լինելով, պատասխանում է.
Մենք մեր կողմից որևէ կարմիր քիչ չենք սահմանել, ես որևէ հստակ կարմիր քիչ չեմ տեսնում, եւ մենք ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում, ձևավորել ենք բավականին հաջող երկխոսություն քաղաքական բարեփոխումների ուղղությամբ եւ մենք ոչ մի կարմիր քիչ չենք տեսնում։ Գերմանիայի դեսպանատունը Միացյալ Թագավորության դեսպանատնից այս տարի ընդունեց Երևանում ՆԱՏՕ-ի կոնտակտը լինելու պատասխանատվությունը։ Նորանշանակ դեսպանը կարևորեց ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը, որը տեղի ունենալու Վարշավայում 2016 թվականին։ ՆԱՏՕ-ում այս ճգնաժամային իրավիճակում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել եւ փոփոխվող անվտանգության միջավայրին ՆԱՏՕ-ում լուծում կտան Վարշավայի գագաթաժողովի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, մի կողմից այն հաջողված համագործակցություն է, մյուս կողմից ՆԱՏՕ-ի մարտահրավերներն են։ Կարծում եմ այս սեմինարը ճիշտ ժամանակին էր, որպեսզի տեսնենք որտեղ ենք գտնվում եւ ինչ հետագա հնարավորություններ կան ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության համար եւ որոնք են այն ուղղությունները, որտեղ մենք կարող ենք մարտահրավերների առաջ կանգնել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումների իրազեկվածության բարձրացման հարցը, որից հետո ՆԱՏՕ-ի իր գործընկերներին հորդորեց խնամքով վերաբերվել Հայաստանի հետ հարաբերություններին։ Մի քանի շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի երկու ուղղաթիռներ 2 օր անընդմեջ խախտեցին Հայաստանի պետական սահմանը եւ որևէ արձագանք չեղավ այն իմաստով, որ օրինակ դա միջադեպ է, որի հետ ՆԱՏՕ-ն կապ չունի, ՆԱՏՕ-ն գնահատում է իր նաև լավագույն գործընկերոջ, կարևոր գործընկերոջ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ օդային սահմանի կարևորությունը եւ չի կարելի որևէ երկրին այդ սահմանը խախտել։ Այդ տեսակի հայտարարություններ որ ունենք, ասեմ, հարաբերությունները խնամվում են, եթե ոչ այս տեսակի տպավորություն է զգացվում։ Թևան Պողոսյանի բարձրաձայնած այս հարցը դեսպանները օդում թողեցին, ընտրելով ընդհանրական ձևակերպումներ, իսկ քննարկման սեղանի շուրջ եղան փորձագիտական կարծիքներ, որ այս դեպքում Հայաստանը պահանջներ պետք է ներկայացնի ՀԱՊԿ-ին, ոչ թե ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիայի դեպքում ՆԱՏՕ-ն միշտ զսպող դեր է կատարել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ախորժակին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասում է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ տրամաբանական է, որ իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, որն ամենամոտն է գտնվում Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ մենք հուսով ենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կբարելավվեն։ Ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցի շուրջ համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը գալայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ չպետք է մոռանալ գործող իշխանությունն իր ռեզերվում ունի ուժ կիրառելու տարբերակը, եթե անգամ տեղի ունենա անհավանական բան, գտնվեն 4000 անկաշառ դիտորդ մահապարտներ։ Եթե պետք լինի, ապա սնայպերները կսկսեն աշխատել, ինչպես եղավ 2008-ին, այս իշխանությունը նահանջելու տեղ չունի։ Եթե կիշատիչ Գազանի հետ դուք ձեռնամարտի բռնվեք, պարտությունն անխուսափելի է, դրա համար պետք է տիրապետել որսորդական արվեստին, պետք է ուսումնասիրեք Գազանի էությունը, ռեֆլեքսները, պահելակերպը եւ համապատասխանաբար փորձեք նրանց ուղակի մեջ գցել։ Պետք է հասկանալ այս իշխանության էությունը, ներքին հակասությունները, թույլ եւ ուժեղ կողմերը եւ դրանց հիման վրա գործել ոչ ուղղաձիգ, այլ ավելի խորը հաշվարկներով, այսինքն պետք է ինտելեկտով հաղթել, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է տեղի ունենում, իշխող խմբավորումը ոչ միայն ռեպրեսիվ գործիքների է տիրապետում, այլև գերազանցում է ինտելեկտով այն խմբերին, որոնք ցանկանում են մարտահրավեր նետել նրանց։ Ստեփան Դանիելյանի կարծիքով անկախությունից այս կողմ իշխանությունը մի շարք մուտացիաների է ենթարկվել։ Վանո Սիրադեղյանի ժամանակ ըստ նրա փորձ արվեց ստեղծել ոստիկանական համակարգ, որը պարտվեց պատերազմով անցած զինվորականներին։ Զինվորական դիկտատուրան հոկտեմբերի 27-ին պարտվեց։ Եթե ուշադիր հետևեք արտաքին ռեակցիաներին, ապա եւ Արևմուտքը եւ Ռուսաստանն իրենց բավականին զուսպ պահեցին այդ ժամանակ, եթե չասենք ողջունեցին։ Հաջորդ մուտացիան սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում։ Քոչարյանը փորձեց հենվել կուսակցությունների եւ օլիգարխիայի վրա, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակ նոմենկլատուրան վերջնականապես հաղթեց, քաղաքականությունից դուրս մղելով խոշոր բիզնեսին։ Հիմա հաջորդ փուլն է գալիս։ Սերժ Սարգսյանը փորձում է ստեղծել կուսակցապետական համակարգ, որից դժգոհ է խոշոր բիզնեսը։ Այդ համակարգը չունի ռեսուրս իշխանություն երկար պահելու համար եւ չի կարողանում կենսունակ տնտեսություն ստեղծել։ Մեզ շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է սպասվում, որից դուրս գալու ելքեր այս համակարգը չունի։ Կարծում եմ, որ անգամ նոր սահմանադրության պայմաններում այդ նոր համակարգը դատապարտված է։
Հանրաքվեին չմասնակցելով ըստ քաղաքագետի գործող համակարգը լուրջ խնդիրների առաջ է հայտնվելու, այն չի կարող կենսագործել այն պայմաններում, երբ անհրաժեշտություն չկա կեղծել ընտրությունները։ Համակարգը ձևավորվել է ընտրական կեղծիքների շնորհիվ եւ կարող է վերալիցքավորվել միայն կեղծիքների իրականացման միջոցով։ Եթե չկա կեղծելու անհրաժեշտություն, համակարգն այլևս չի կարողանալու վերալիցքավորվել։ Թող կրեն ինչ կամենում են, թեկուզ 100% այո եւ 5 միլիոն քվեարկող։ Իհարկե ճիշտ կլիներ այդ օրը փողոցում ասել ոչ, սակայն նույնիսկ պասիվ ոչը իմ կարծիքով ավելի ճիշտ է, քան հանրաքվեը։ Բոդյանի հանձնախմբի անդամները եւ մի խումբ ազատամարտիկներ ակցիան իրականացրել վավերական հիմնարկի դիմաց։ Մարտության մեջ գտնվող պաշտոնավետին եւ 14 դուլ գտնվող մուսկանավորել են դահեցնել հացադուլը։ Այս անգամ այցելել են Վալոդյանին մի քանի հոգի, անգամ ինչ-որ գեներալ է եղել, այսինքն այդ հանձնաժողովից։ Մի փոքր ավելի երկար են զրուցել, մի փոքր մեզ մոտ էլ հույս առաջացավ, երևի ասենք հիմնավոր ձևով են մոտենում այս հարցին։ Եվ երբ որ հանձնաժողովի որոշումը արդեն հայտարարվեց, իդեպ շատ որոնումներից հետո տարբեր լրագրողներ եւ մենք փնտրում ենք, երբ նիստը կայացե, ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, այնուամենայնիվ տարածվեց ուրեմն լուրը, որ եւս մերժվել է։ Եվ այս անգամ եւս մի բառով մերժել եւս այս աշխատելավոճը նշանակում է, որ այդ ստրուկտուրան ինքնին բռնատիրական ռեժիմի մի գործիք է։ Այսինքն ում հարկ կհամարեն ոչ օրենքով, այլ ում հարկ կհամաներ իրենք, աղաները կթողեն, ում հարկ չեն համարի, չեն թողի։ Գյումրու երիտասարդական պալատում այսօր տեղի ունեցավ Ռաֆայել Լաթոյանի ջաղացի ճանապարհին որմնանկարի բացման արարողությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Դեսպանն իր ելույթի խոսքում նշեց, թե կարևորում է մշակութային ոլորտում համագործակցությունը, ասաց նաև, որ մշակութային հիմունքներով ընտրվել է եւ կֆինանսավորվի եւս մեկ որմնանկարի վերականգնման ծրագիր։ Today's unveiling of this mural has been 2 years in the making. Այս որմնանկարի բացմանը մենք 2 տարի ենք պատրաստվել 2013 թվականին Միացյալ Նահանգների դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից այս ծրագիրն ընտրվեց եւ ֆինանսավորում ստացավ։ Նաեւ ընտրվել են 2 այլ ծրագրեր Հայաստանում եւ եւս մեկ կարևոր ծրագիր, որով հնագիտական գտածոների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է Արենու քարանձավում։ Դեսպան Միլսը նշեց նաև, որ այսպիսով այս տարի ավարտվում է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 3 ծրագրերի իրականացման աշխատանքները՝ Գյումրիում, Դաշտադեմում եւ Արենու քարանձավում։ Այս 3 ծրագրերն իրագործելիս մենք սերտորեն համագործակցել ենք մշակույթի նախարարության մեր գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ այս 3 ծրագրերի ֆինանսավորման համար ծախսել ենք $200,000։ 2 տարիների ընթացքում սրտացավ աշխատանք է իրականացվել մեր գործընկերների կողմից այս ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը անդրադառնալով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին նշել է, որ Տուլայի հիվանդանոցում մնացել է 11 հիվանդ, մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ զոհերից մեկին այսօր տեղափոխել են Երևան։ Այնտեղ մնացին 11 հիվանդ, որից մեկը իրականում իրոք էլի շատ ծանր է, լավ կլինի, որ այդ մարդու կյանքը փրկվի։ Իսկ ինչ մնում է պատասխանատվությանը, ես ասեմ, որ այսօր գործող օրենքով ուղևորած փոխադրումների եւ օրինական եւ ոչ կանոնավոր ուղևորած փոխադրումների առումով այդ մեքենան, այդ վարորդը ընդհանրապես իրենք այսօր օրենքի մեջ են գտնվում եւ քննության վերջում պարզ կլինի կոնկրետ պատասխանատվության վրա
պատասխանատվությունը ում վրա է ընկնում։ Ես մի բան կարող եմ ասել հստակ մեր կողմից, որ պետությունը այս վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի, այսինքն մենք որպես պետություն պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք։ Բացահայտվել է Շարմ էլ-Շեյխի մոտակայքում կործանված ռուսաստանյան օդանավի պայթյունի կազմակերպիչ կասկածյալը, գրում է Sunday Times հանդեսը։ Հատուկ ծառայությունների ղեկավարները ենթադրում են, որ օդանավը պայթեցվել է իսլամական պետությանը ենթարկվող Սինայի թերակղզում գործող խմբավորման անդամների տեղադրած պայթուցիկ սարքի միջոցով։ Նախորդ տարի Սիրիայում այդ խմբավորման առաջնորդ եգիպտացի հոգևորական Աբու Ուսամա Ալ-Մասրին իսլամական պետության հետ համաձայնագիր է կնքել։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են փոխգործակցել Եգիպտոսի և Ռուսաստանի հետ Ալ-Մասրիին չեզոքացնելու գործողություններ իրականացնելու հարցում։ Հնարավոր է, որ Եգիպտոսում գործի անցնեն բրիտանացի հատուկ ջոկատայինները, նշվում է հոդվածում։ Ալ-Մասրին իր վրա էր վերցրել ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն անցած չորեքշաբթի։ Նույն օրը Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց դեպի Շարմ էլ-Շեյխ բոլոր զբոսաշրջային չվերթների չեղարկման մասին։ Բրիտանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Մասրիի Սինայի նահանգ խմբավորումն օգտվել է օդանավակայանի իր գաղտնի գործակալի ծառայություններից և կա մտավախություն, որ վերջինս դեռևս ազատության մեջ է։ Դոժդ հեռուստաալիքի լրագրողներ Վլադիմիր Ռոմենսկին և Նիգինա Պերոևան բերման էին ենթարկվել Մոսկվայում նկարիչ Պյոտր Պավլենսկիի ակցիայի ժամանակ։ Պավլենսկին փորձել է հրկիզել անվտանգության դաշնային վարչության շենքի կենտրոնական մուտքը։ Նրա կնոջ տեղեկացմամբ դա նկարչի կողմից ծրագրված պերֆորմանս է եղել։ Նկարիչը ձերբակալվել է, ավելի ուշ լրագրողներին ազատ են արձակել վկայի կարգավիճակով։ Պավլենսկին հայտնի էր դարձել 2013 թվականին իրականացրած իր տարօրինակ ակցիայով։ Նա իր ամորձապարկը գամել էր Կարմիր հրապարակի սալաքարերին։ Իր ակցիան նկարիչը կոչել էր ոստիկանական պետության տրիումֆի դեմ